շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե այս միանգամար եկած ցորեն ինչ նպատակներով է գալի։ Օրինակ, ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներ ունի հայկական կողմի, դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ վերադարձվեն Ադրբեջան։ Այսինքն հերթական զիջումների նախապատրաստական փուլ է կազմակերպվում եւ նաեւ հաշվի առնելով նա, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները նախկինում, որ ասում էին, որը վերաբերում է այսպես կոչված անկլավներին, որով ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ նաև ինքն է ազգային ժողովի անդոնից ասել, որ դրա իրավական հիմքեր չկան եւ այդ առումով ճիշտ է ասել, իրավական հիմք անկլավների հետ կապված, այսպես կոչված անկլավների հետ կապված չկա։ Բայց ինչ տարածքների մասին է այդ դեպքում խոսում, որ Հա ինչ տարածքներ կա, որն է դրա իրավական հիմքերը, որն է դրա իրավական հիմքերը։ Այսինքն սահմանազատում սահմանագծումը հարգելիս։ Հիմա այդ սահմանազատման անվան տակ միակողմանի զիջում է արվել հայկական կողմին, ես օրինակը բազմիցս անգամ վերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել։ Ինչը վերաբերում է իրանց ոսկեպան հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու։ Անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող Բերքաբերի ուրեմն լճից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չի ստացել։ Որովհետև հենց դրա համար մենք ասում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման սահմանագործման իրական գործընթաց անելու, որովհետև եթե մի կողմը պահանջում եւ ստանում է եւ այդ ստանալուց հետո այլևս Հայաստանի Հանրապետությունը տարածք չի ստանում, այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացվել են շուրջ 240 կիլոմետր, այս պաշտոնական տվյալների, բայց ոչ պաշտոնական տվյալներով խոսում եմ մոտավորապես 440 կիլոմետրի մասին։ Այսինքն դա միակողմանի զիջում է։ Դրա դիմաց ոչ մի բան ոչ ստացել են, ոչ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ոչ էլ որևէ մի ադրբեջանի ասել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր։ Մենք դրանից առաջ էլ ինչ ենք ասում, սահմանազատման սահմանագծման գործընթացը պետք է արվի այն քարտեզների հիման վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական հանրապետության հետ։ Ըստ այդ քարտեզների Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 31000 քառակուսի կիլոմետր տարածք։